Ինչու են սկսել շարժվել ձեր ատամները պրոֆեսիոնալ հիգիենայից հետո։ Եկեք հասկանանք։ Շատերի կարծիքով դա մասնագետի կողմից թույլ տված սխալ է, ամենևին էլ ոչ։ Բժիշկը պարզապես հեռացրել է չափերով բավականին մեծ ատամնաքարերը, որոնք կուտակվել են տարիների ընթացքում նրանց չհեռացնելու հետևանքով։ Ամեն անգամ ծամելուց քարերի սուր եզրերի առկայությունը առաջացնում են տրավմա, ի վերջո հանգեցնելով դնդային և ոսկրային հյուսվածքների զգալի կորստի։ Եվ քանի որ քարերը հավաքվում են ատամների շուրջ, ակամայից կատարում են շինային ֆունկցիա, թվացյալ ամրացնելով նրանց։ Սակայն դա չի նշանակում, որ ատամնաքարերը անհրաժեշտ չէ մաքրել, քանի որ քարերի չափերով անընդհատ մեծանալը կարող է հանգեցնել ատամների վերջնական կորստի։ Նմանատիպ պատկերից խուսափելու համար անհրաժեշտ է ատամնաքարերը մաքրել տարին 1-ից 2 անգամ, կախված նրանց քանակից։ Լսեք ձեզ բուժող բժշկին, քանզի նա ավելի լավ գիտի, թե ինչ է ձեզ հարկավոր։